5-րդ քայլը դա շատ կարևոր է մեր քաղաքաբնակ հայրենակիցների համար եւ երիտասարդների համար եւ այն մարդկանց համար, ովքեր դեռ չունեն իրենց տունը։ Մեր երկրում վերջի ժամանակները լավ բաներ տեղի ունեցել շինարարական բում, որը շատ լավ լուր է։ Չնայած աղտոտվածությանը ես որպես տնտեսագետ ես ուրախ եմ շինարարական բումի համար։ Բայց կա խնդիր, աշխատավարձեր տանգին հարաբերակցությունը շատ մեծ է, որպեսզի աշխատող մարդը ցանկանա, կարողանա տուն գնել Հայաստանում, տասնյակ տարիներ են պետք, որպեսզի նա կարողանա փակի տան հիպոթեկը։ Ուրիշ երկրներում էլ է այսպես, բայց Հայաստանում ավելի երկար է, քանի որ աշխատավարձերը համեմատական քիչ են։ Ինչ ենք մենք առաջարկում։ Մինչև հիմա մենք գիտենք, որ հիպոթեկի օրենքով տոկոսը վճարում էր պետությունը եւ դա լավ ծրագիր էր, բայց անցած տարի կամ նախանցած տարի պետությունը չեղյալ հայտարարեց այդ ծրագիրը, բայց այն ժամանակ նա ծախսում էր մոտապես ամեն բնականի վրա բնականի գնի 55%-ը որպես օգնություն հիպոթեկի տոկոսի համար։ Մենք առաջարկելու ենք ներդրումային ծրագրեր այն շինարարական ընկերություններին, ովքեր ուզում են ներդրում կատարեն Հայաստանում։ Հողը տալու ենք անվճար, գազը, լույսը, ջուրը տալու ենք անվճար, դրա դիմաց երկու պայման։ Առաջինը կամ այդ շինարարները բնակարաններով պետությանը վճարելու են բնակարաններով, այսինքն կառուցում են բնակարանների այսքան տոկոսը տալիս են պետությունը հետո էժան գներով տալիս է իր քաղաքացիներին, նոր երիտասարդ ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին։ Երկրորդ տարբերակը իրենք են վաճառում այն գնով, որը որ ֆիքսում է պետությունը։ Դա մասսայական չի լինելու, ով ուզում է սորական շուկայական պայմաններով աշխատել, կաշխատի, կշարունակի, բայց մենք կունենանք օրինակ այսօրվա մենք կունենանք օրինակ $700, 800, 300,000 դրամ, 270,000 դրամ քառակուսի մետրը բնակարան Երևանում։ Դա հնարավորություն կտա մարդկանց համեմատական իրենց տան վարձի վերցնել հիպոթեք։ Տների գինը էժան կլինի երիտասարդ ընտանիքների համար։ Մեր շատ երիտասարդներ չեն ամուսնանում, փոքր տղաները չեն ամուսնանում, որովհետև տուն չկա, տան խնդիր կա։ Այդ հարցով Երկրորդը դեմոգրաֆիկ։ Ըստ հարցումների Հայաստանում ընտանիքները երրորդ եւ ավել երեխա չեն ունենում, ունիկալ երկիր է Հայաստանը, ասեմ։ Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, ուր մայրաքաղաքում ավելի շատ երեխա է ծնվում ընտանիքներում, քան գյուղերում։ Ամբողջ աշխարհում գյուղերում ավելի շատ երեխա է ծնվում, քան մայրաքաղաքում։ Հայաստանը ուրիշ ունիկալություն ունի։ Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած ընտանիքներում ավելի շատ երեխա է ծնվում։ Գիտեք ինչու է։ Հասկանում են, մարտահրավերները, բոլորն են հասկանում, բարձրագույնները, միջնակարգել, բոլորը, մարտահրավերը մեր ազգի։ Մեր ազգը ունի մարտահրավեր, ապրելու մարտահրավեր, եւ դրա համար բոլորը, ով տեսնում է մեր պատմությունը, սերտում է մեր պատմությունը, հասկանում է, որ մեզ պետք են մեծ ընտանիքների համար, մեզ պետք են բնակարաններ, տուն, մարդկանց համար տուն, որը մենք ապահովենք այս ծրագրով, 5-րդ ծրագրով։